Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի և նրա որդու գործը դատարանում է։ 1999-ից մինչև 2011 թվականը համայնքը ղեկավարած նախկին պաշտոնյան մեղադրվում է 2 դրվագով պաշտոնեական դիրքի չարաշահման և 2 միլիոն դրամի փողերի լվացման համար, որդին նրան օժանդակելու։ Վերջինս դեռևս 2007-ից 11 թվականների ընթացքում կազմակերպել և անցկացրել է մի շարք աճուրներ և մրցույթներ, որոնց ընթացքում իր ազգականներին, որդուն և կնոջ հորը օտարել է Իջևան քաղաքում գտնվող հողամասեր և ինչպես նաև տրամադրել է հողամասերի կառուցապատման իրավունքը։ Մասնավորապես 2007 թվականի 9 մեղադրանքին Ներսիսյանը Իջևանի 1500 քառակուսի մետր հողամասը իրենը դարձնելու նպատակով կազմակերպել և որպես աճուրդավար է հանդես եկել ձևական աճուրդում, որում հաղթող է ճանաչվել որդին։ Մրցույթը ըստ էության չի կայացել և նաև մրցույթի որպես ձևականորեն մրցույթին մասնակից գրանցված անձինք արձագանվել են և նրանցից մեկը նշել է, որ երբևէ Իջևան քաղաքում կայացած որևէ մրցույթի չի մասնակցել։ Նշված հողամասը քաղաքապետի որդուն տրամադրվել է 99 տարով, տարեկան 45,000 դրամով։ Կառուցապատման իրավունքը տրամադրվել է հողամասը բարեկարգելու և այնտեղ սրճարան կառուցելու նպատակով, սակայն հողամասը մինչ օրս գտնվում է ոչ բարվոք վիճակում և նպատակային նշանակությամբ չի օգտագործվել։ Դատախազության ներկայացրած հայցով հողամասի կառուցապատման իրավունքը դադարել է և այն վերադարձվել է համայնքին։ Բացի այդ, Ներսիսյանը 2011 թվականին օրենքի խախտմամբ կազմակերպել և անցկացրել է 1600 քառակուսի մետր հողամասի աճուրդ, որին մասնակցել է աները։ Նշված հողամասը անցկացել է անտառային հողեր, այսինքն օտարման ոչ ենթակա հողամաս է եղել և հողամասի աճուրդը հայտարարվել է մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելը։ Հողամասի աճուրդը հայտարարվել և թերթում հայտարարություն է հրապարակվել նոյեմբերի 16-ին, այնիշ կառավարությունը հողամասի նշանակությունը փոխել է նոյեմբերի 24-ին։ Ձևական աճուրդով հաղթող է ճանաչվել աները, մինչդեռ հրապարակային սակարկությունների մասին օրենքով աճուրդավարի մերձավոր ազգականները իրավունք չունեն մասնակցելու աճուրդին։ Ավելի ուշ կնքվել է առողջարքի պայմանագիր և 2011 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ ավելի քան 2 միլիոն կադաստրային արժեք ունեցող հողամասը օտարվել է վերջինիս կնոջ հորը։ 6 ամիս անց քաղաքապետի աները հողամասը ձևական նվիրատվության պայմանագրով փոխանցել է իր իսկ հիմնադրած իրավաբանական անձին, նշում է քննիչը։ Մի քանի տարի հետո նշված իրավաբանական անձի 100% բաժնեմասը պաշտոնյայի կնոջ հայրը նվիրել է պաշտոնյայի որդուն, իսկ քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը ըստ էության անցկացրել է նշված հողամասի իրական շահառուն։ Իջևանը 12 տարի ղեկավարած Վարուժան Ներսիսյանը մեղադրանքը չի ընդունում։ Նախկին պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որդու նկատմամբ վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Ներսիսյանն անցնում է նաև մեկ այլ գործով, որն առնչվում է Իջևանի կենտրոնական փողոցի 905 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարմանը։ Ըստ մեղադրանքի Ներսիսյանը ձևական աճուրդով հողամասը 2006-ին ավելի քան 1 միլիոն 990,000 դրամով վաճառել է նախկին ենթակային, ապա օրինականացրել գույքը։ Այս գործը ևս դատարանում է։ Տաթև Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։